Արի։ Ասա դու քիդի դարացու ոչ բան չունի։ Դե տես ես ասեցի ինչ չեմ ես ես բադի ոչ է ախպանան կոստը աղա պետք չէ դեռ նա կողքից ասած աթոռ Դե կուտա Ցանից եմ Դասալի դուքցա բայց մենք քցակի շանս չկա էլի Իսոք Արիցներ Էլի Եկան այդտեղ գործի է Երկու զոս Արսին չեղար Esa boş. Կներեք, պարոն Մարսպետ, եկեք այդ խոսակցությունը շարունակենք նոր, ինչ ենք տաշիրում արել այս ընթացքում։ Տաշիրում պարոն վարչապետ, թե կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ եւ թե սուբվենցիոն ծրագրերով հսկայածավալ աշխատանք արվում, նաեւ հիմա շարունակվում է, ես խոշորներից մի քանիսը առանձնացնեմ, Տաշիրի բժշկական կենտրոնն է կառուցվում, այդ ուղիղ ֆինանսավոր Բարի եղբայր։ Ոնց է։ Լավ, դու ոնց է։ Միշտ հենց առօր։ Մենք բոլորս դեռ փոխի ենք։ Մնացածը դակ։ Մի րոպե այն բանից տա։ Նա դեռ ինչ տվեք տան թորից էլի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ձեզանից շատ համար Դերնակներս են նկարում էլի, վարչապետի Իրար հետ։ Երազգավոր ջուղից նկարեք ոնց է միացնում անջատվեց էլի դες զինվորական է հարսես մտնում եք կամերան ուր են կամերան տեսա հա դրանեք չէի Փաշինյանից կստանշան Եսա կտամ։ Դուք որտեղից եք։ Ես ալավերդից եմ, բայց ստեղ եմ ապրում 30 տարի։ Խոսած է դրան նկար։ Որ 30 տարից եք ապրում։ Տաշեցեմ ու դող եմ ամեն ինչ։ Բարև որով վարչապետ։ Պարոն Փաշինյան, փոխհատվեք էլի քորնիկի սենի կյանքի ինչ կրնի։ Փոխներիս, ես շատ եմ սիրում հետևում։ Ապրեք Նա դրոշից հետը կարելի է Հետը կարելի է դրոշից կյանք Նորմալ է, դա Որտե՞ղ
Հեսա, բարով ապրած, ստեղ։ Էսել Արոն փաշինը դες կարել է մի հարց։ Իմ տղան սովորում է Հունաստանի Հանրապետությունում ռազմական ակադեմիայում։ շատ լավ է։ Ինքը որպես գերազանց մի հարց է ունեցել, դե 3 տարի Մոնտեյում ավարտեց, ազգեսակցության մի տարի։ Որտեղ գնաց ընդեր 0 կուրսից նորից Նվիր եմ ձեզ միացրել։ Ահա։ Եթե ինքը ավարտում գալիս է, ունեցած ստացում իրանց տեղի ազգեսակցության ավարտողները 2 տարի շուտ են ավարտում լեյտենանտով Հենա Պապիկյանը ընդե է, Պապիկյանին ասա։ Ինքը կիմանա։ Բարև ձեզ։ Բարև։ Արոն Փաշինյան, Հաջա։ Համեցեք։ բազմազավական տանիք է։ Աստված բայր երեխեքին։ 18 թվին հեղափոխություն եղել է։ Տեսա։ 19 ամուսնացել են։ Մինչև հիմա 5 հատ դեռ լա որա առողջությունը մի 5 հատ եք ունեն։ Շատ լավ է։ Աջակցեք բնակարանը։ Հիմա մեր նախընտրական ծրագրում 5 եւ ավելի երեխա ունեցող 6 ավելի լավ էլի Չէ, 6 հիմա 6 դրածա 6 ու ավելի։ 6 ու ավել, դրած 6 ու ավել Բայց երեխա։ մենք լա 6-ը 16։ Ահա, դե միջև էսա 6-րդն կունենաց бнаկանային ծնան երեխա։ Можно вас поблагодарить Да, за мирную обстановку в Армении? Я хочу сказать, что народ с вами, и мы будем до конца за вас. Спасибо вам. Самое главное, что люди ночью спокойно спят, и вот в это время мы спокойно ходим, не как раньше со спугом. Я вам желаю здоровья, и от души мы будем стоять на Спасибо, выборах. можно я вас подарю? Да, Вам спасибо подарю. большое. Որտե դուք տաշիրում եք ապրում, Ну, мы с 88 годов беженцы из Баку. բայց ստեղ եք ապրում։ Да, и я вам хочу поблагодарить. Я пользуюсь льготами медицинскими, лекарствами и всеми остальными. Даже вот мои родственники все в России. И вам передают удачи и благополучие. Спасибо. Еще раз от души благодарю вас. Спасибо. Вам удачи и процветания. Я вас по телевизору всегда смотрю. И самое главное, виш-лайком даю. Я вам здоровья желаю. Հա, Պարզաբանեցիք այդ հարցը Պապիկյանի հետ։ Հա, գալու ես տեղ աշխատանքա, չէ՞։ Գալու անդեղ ուրիշ բան կա, մենակ վարորդական իրավունք է միանգամից ստանում, գնացողները այդ իրավունքից չեն ստանում։ Սալողները չեն ստանում։ Եք սովորեն։ Ալի Դա մեծ բարդություն է։ Չէ, քննության նարություն։ Բարև ձեզ, ում չեմ բարև ելեմ ձեզ։ Հա? Բայց բարև ելեմ։ Ես ձեզ։ Вы, ваша партия самая... Սեմ at меня мои предложения։ Բարև եղբայր, լավ է։ Բայց Դուք ո՞նց եք։ նորմալ եղբայր։ Պարոն Փաշինյան, երկու հարց կարելի է ձեզ։ Իհարկե։ Ինձ հետաքրքիր է, դուք ո՞նց եք կարծում Հայաստանի Հանրապետությունում ուժեղ դուխով կամ հպարտ քաղաքացի մնացել է, Իհարկե, լիք։ հա։ Չբացի ձեր ղեկավար Դուք անձնակազմից։ օրինակ։ Ես вообще դուխով չեմ Ինչի ու չի զգացում որ արդեն հպարտել չեմ։ Ինչի։ Ես իմ երկրում իմ քաղաքում դուխով ու հպարտ Ինչի։ եմ, բայց դրսերը ոչ դուխով են, ոչ էլ հպարտ։ Դրսերը ինչ կապ ունի, ամեն երկրի իր քաղաքացուն պետք է դուխով հպարտ լինի, դրսում քաղաքացին ինչի պետք է դրսով։ Մենք մեր երկրում հպարտ ենք, դուխով ենք։ Բա ես մեծ Ուսո, երկրի պատասխանատուն եմ, բա դրսի Բայց- պատասխանատուն ես Բայց եմ։ Հայաստանից ելնում ես դուրս, էլ դու ոչ դուխով ես, ոչ էլ հպարտ ես, Եղբայր։ որովհետև մնացածը արդեն դուխոված է ու հպարտացել է։ Եղբայր, ուրեմն Ու այդ խաղաղությունը, պարոն Փաշինյան, որ ժամանակավոր բերել եք մեզ, որ այդ խաղաղությունը կապված է զուտ ձեր անձի հետ, որովհետև բազմից ես եւ դուք եւ մնացածը շեշտում եք, որ եթե դուք չլինեք, պատերազմ կլինի։ Բայց արդյոք մեզ պետք է տենց խաղաղություն, եթե մի անձի հետ է կապված այդ խաղաղությունը։ Աստված ոչ արարած, ես երևի թե այդ ձեր ասածից հետո ամեն օր աղոթում եմ, որ ձեզ բան չլինի, հանգարց կռիվ չլինի։ Բա որ Աստված ոչ անի, ձեզ մի բան լինի։ Էլ всё, հա, խաղաղություն չի լինի։ որ ավարտեք ես կարձագանք եմ։ Ավարտեցիք, վստահեք։ Առաջին ամեն քաղաքացի դուխով ու հպարտ պետք է լինի իր երկրում։ Ուրիշ երկրում դուխով ու հպարտ պետք է լինի այդ երկրի քաղաքացին։ Մնացած երկրում մենք հյուրի կարգավիճակում ենք եւ դուխով ու հպարտ լինելու շատ լուրջ սահմանը, այսինքն որ մեկը գա մեր երկրում, մեկը գա ստեղ ուրիշ երկրից, իրան դուխով ու հպարտ բայ ձեզ դուր կգա։
Վաղը գալի պահում է։ Դրսինները, դրսին ով է գալիս, ով է գալիս, ով, չի ով օրինակ ով է գալիս, պարսիկները, իրան գալիս են դուխով հպարտ են պահում, իրան գալիս Նոր են տարվա գիշեր Երևանում մենակ իրանք էին դուխով հպարտ նոր տարի անում։ Ոչ, դուք որտեղ եք եղել նոր տարվա գիշեր։ Որտեղ եք եղել դուք։ Եվ որ Երևանում որտեղ ես հրապարակում կանգնած եմ եղել։ Այնտեղ 90%, մի րոպե, այնտեղ 90% եղել են Հայաստանի քաղաքացիներ եւ հյուրերը պահել են հյուրի նման, տանտերերը պահել են տանտիրոջ նման։ Ինչ վերաբերում է խաղաղությունը, ումից է կախված։ Մենք ընտրություններում հանդես են գալիս ժողովրդին ուղղված տեր կանգնիր խաղաղությանը կարգախոսով։ Դա նշանակում է, որ մենք մարդկանց ասում ենք, որ խաղաղությունը ոչ թե ինձնից է կախված կամ մեր թիմից է կախված, խաղաղությունը կախված է ժողովրդից։ Եվ ժողովուրդը այս ընտրություններում խաղաղության իր կամքը պետքա ցույց տա։ Ինչպես պետքա ժողովուրդը իր այս ընտրություններում խաղաղության իր կամքը ցույց տա։ Իր կամքը պետքա ցույց տա, որ հանդես գալով խաղաղության ծրագրով եւ կարգախոսով հանդես եկող ուժերի օգտին, որովհետեւ այն ուժերը, ովքեր գալիս են, ասում են 29743 քառակուսի կիլոմետրով մենք չպետքա բավարարենք, այդ ուժերի հաղթանակը նշանակում է կոնֆլիկտ, նշանակում է պատերազմ։ Այն ուժերը, ովքեր պաշտոնական իրանց բաներով, պոստերներով, վիդեոներով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս քարտեզներով, այդ ուժերի իշխանության գալը նշանակում է կոնֆլիկտ եւ պատերազմ։ Մենք չենք ասում, որ բանը խաղաղությունը կախված է մեզնից, մենք ասում ենք խաղաղությունը կախված է ժողովրդից եւ ժողովուրդը այս ընտրություններում պետք է խաղաղությունը տեր կանգնելու իր կամքը ցույց տա։ Լավ է եղբայր։ Իսկ ո՞նց եք Արդեն մտածում։ ես ձեր հարցեն Այս գնով խաղաղությունը ինչ գնով։ նորմալ է։ Ինչ գնով։ Ինչ գնով որ այս Խաղաղությունը միշտ խաղաղությունը ձեռք ենք բերել, անկախություն ենք ձեռք բերել, պետություն ենք ձեռք բերել։ Մենք ֆորպոստից, մենք վասալից, մենք հպատակից դարել ենք պետություն, դարել ենք քաղաքացի։ Չէ, ինչ գնով, ինչ գնով։ Ինչ գնով, ինչ գնով։ Եթե մի ամեն օր ինձ ծեծեք, օրինակ, ամեն օր։ Ու ես սկսեմ դրանից հետո ձեզ ամեն ինչ տալ, բարձրաց չեք ծեծել։ Եթե շվեյք էլ եմ ասում էր, եթե իմ մորաքույրը տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի, լավ է։ Հաջողություն, եղբայր։ Ում չենք բարևել։ Ոնց եք։ Լավ եք։ Լավա ձեր տրամադրություն։ Գործը լավ։ Մի հատ նվիրեմ ձեզ սրանի։ Մի հատ նվիրեմ ձեզ։ Իհարկե, եղբայր, ես խնդրեմ, դուք ինչ եք խնդրել։ Բարև ձեզ եղբայր, լավ եք, նվիրեմ ձեզ սրանից։ Բարև եղբայր, ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Լավ եղբայր, նվիրեմ ձեզ սրանից։ Լավա տրամադրություն, որ ասեն ժպիտով քայլում եք, որ ժպիտով քայլում եք։ Ահա, այ նայեք, ինձ սիրուն խանութ է։ Հիմա, պարոն Մարզպետ, եկեք ես մի հատ էլ փորձենք տնանք տաշիրում ինչ աշխատանքներ են կատարել, խնդրեմ։ Հələ մի հատ էս հա էլի ունենք, բասա, էս պահի։ Էս սուբվենցիայով։ Վարչապետ սուբվենցիոն ծրագիր է, մայթերից ցալարկված, նաև փողոցը հիմնանորոգված, գծանշված, ստոր գետնյա ենթակառուցվածքները փոխարինված։ Երկու ուղղություն ունենք, մեկը կառավարության ուղիղ ֆինանսավորման ծրագրերն են եւ սուբվենցիոն ծրագրերը։ Ես կուզեմ ընդգծեմ խոշորները։ Տաշիրի բժշկական կենտրոնն է կառուցվում, ավարտական փուլում է 1 միլիարդ 600 միլիոն դրամ կառավարությունը Տաշիրում դնում, այո։ Նախորդ շենքը բավականին անմխիթար վիճակում է գտնվում։ Տաշիր խոշորացված համայնքում 5 նոր կրթահամալիր են կառուցում։ Եվ դրանցից մեկը հենց Տաշիր քաղաքում Մեդովկայի դպրոցում ավարտվել է եւ եւս 4-ը ունենք հիմա ընթացիկ սուբվենցիոն ծրագրեր ունենք բազմաթիվ ներհամայնքային փողոցների ասֆալտապատում ունենք լուսավորության համակարգի անցկացում ունենք մենակ Տաշիր քաղաքում 4 կիլոմետր 400 մետր լուսավորության համակարգ ենք անցկացրել Տաշիր մեծավան ճանապարհը երկար սպասված ավելի քան 1 միլիարդ դրամ արժեքով 8 կիլոմետր 5 կիլոմետր արվածա 3-ը արդեն եղանակային պայմաններից ելնելով կարվի Տաշիր Պրիվոլների ճանապարհը նորից մոտ 9 կիլոմետր 5-ը արվածա 4-ը սպասում են եղանակները
թույլ տա։ Այդ ճանապարհներ չի կառուցված։ Հա։ Մենք Տաշիրում նաև բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման ծրագիր ենք իրականացրել Անի թաղամասում, որտեղ շքամուտքերի վերանորոգում ենք արել տանիքների փոխարինում եւ այդ շենքում էլ շրջայցանելու առիթ ունեցել են, բնակիչները ընդգծում են, որ էներգիայի ծախսը մոտ կիսով չափ նվազել է, հետեւաբար նաև կոմունալ վճարներն են նվազել եւ բավականին գոհունակություն են հայտնում։ Այո, ծրագրից բոլոր տեղերը գոհ են։ Այո, եւ իհարկե սուբվենցիոն ծրագրերում պետք է արձանագրել, որ մենք բոլոր տեղերը բնականաբար համայնքի հետ համագործակցում ենք, համայնքը ներկայացնում է ծրագիրը կառավարությանը, կառավարությունը այն ծրագրերը, որոնք հաստատման ենթակա են, հաստատում է եւ ֆինանսավորման չափաբաժիններ կան, տեղական կառավարությունը 50% է ֆինանսավորում, ծրագիր կա 60, ծրագիր կա 70, ծրագիր կա ընդհանրապես ուղիղ կառավարության ֆինանսավորման բացվում եւ շատ բան է, շատ հաճելի է տեսնել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Տաշիրում այս հենց մայթեր կան, հենց փողոցներ կան եւ արդեն ասվեց նաեւ կապիտալ խոշոր ներդրումներ են արվում։ Էլի ներողություն, էլի բան կա, որ ես ամփոփելով կուզեմ ընդգծել պարոն վարչապետ, որ Տաշիր խոշորացված համայնքը չի տվել որևէ սուբվենցիոն ծրագիր, որ կառավարությունը չի համաֆինանսավորել եւ դեռ ընդհակառակը ուղիղ ֆինանսավորմամբ հսկայական ֆինանսավորում է իրականացվել նորից դպրոցներ, բժշկական կենտրոններ, ճանապարհներ, այն ինչը համայնքի իր միջոցներով ուժը չի պատել, կոպիտ ասած կառավարությունը օգնության է հասել ու մեծ ծավալի աշխատանք։ Ինչպես բոլոր համայնքներում, ընդ որում ես էլ եմ ասում, որովհետև ժամանակին այս թեմայով շատ մեծ քննարկումներ կային, որ մենք սուբվենցիոն ծրագրերով հավասարապես ֆինանսավորել ենք եւ այն համայնքները, որտեղ համայնքի ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ է եւ այն համայնքները, որտեղ համայնքի ղեկավարը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ չի։ Ինչու ենք այդպես արել, որովհետեւ մենք այս ծրագրերը անում ենք մարդկանց համար, բնակիչների համար եւ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի համար։ Իհարկե մենք շնորհակալ ենք բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր սուբվենցիոն ծրագրերով արձագանքով են, արդյունավետ ծրագրեր են ներկայացնում, արդյունավետ աշխատում են կառավարության հետ, հետո էլ արդյունավետ եւ որակով իրականացնում են։ Իրանք իհարկե մեր համագործակցությունը եւ մեր աջակցությունը միշտ ունեն եւ մենք միշտ պատրաստ ենք նորանոր ծրագրեր ֆինանսավորել, աջակցել եւ իրանց ուղղորդմամբ, այսինքն որովհետեւ համայնքը գիտի առաջնահերթությունը որն ավելի կարեւոր, տենց գնալ առաջ։ Շատ լավ, շարունակենք մեր ճանապարհը։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ, աշխատում ենք, ես Ես էլ ես կարամ ձեզ տան։ Շատ լավ։ Էլի դուր, էլի կար։ Բարև, լավ եք եկել մեր քարը։ Գալան նվիրեն։ Լավ եք, տրամադրությունները լավա ձեր։ Ուրախ եմ շատ, շնորհակալ եմ։ Իմացա, կարդացել եմ ձեր նամակը։ Բարև ձեզ, լավ եք։ Նվիրեմ ձեզ սրանից։ Ստացել եմ էլի մեծ սիրով։ Բարև եղբայր, լավ եք։ Ես էլ նմանապես։ Ամեն ինչ լավ է։ Ես ձեզ նվիրեմ։ Շնորհակալություն։ Բարև ձեզ ժողովուրդ ջան, էլի նորից բարև։ Ուր գնանք ձեզ բարև եք։ Բարև, բայ կներեք։ Բարև ձեզ, լավ եք։ Իրեք հատ։ Եթե ուզել են, ինչ կարան կանենք, բարև ձեզ, լավ եք, տրամադրությունները լավ է։ Բարև ձեզ, լավ եք, տրամադրությունները լավ։ Ասում եմ, բաց չի չէ, մայթը երբ է սարքվե, որ թվին է սարքվե։ Իսկ դրանից առաջ ինչ վիճակ է եղել մայթը։ Քանդված։ Այդ վերջին լրացումը, իհարկե եղբայր, վերջին լրացումը շատ կարևոր։ Բարև եղբայր, բարև ձեզ, այ բերեք մի հատ իմ ձեռով պակցնեմ։ Բարև ձեզ։ Բա մի հատ ձեր խանութին հաջողության բան չտանք։ Ձեր խանութին մի հատ հաջողություն չմաղթենք։ Մաղթեք։ Բարև ձեզ, լավ է գործերը։ Բարև ձեզ։ Որտե կպցնեմ, այստեղ էս Վերնաշապիկը շատ հարմար է։ Լավ եք, լավ է տրամադրությունը։ Շնորհակալություն։ Էս է ձեզ։ Շնորհակալություն։ Համեցեք լսեմ, բան եք ասում։ Չէ, չասեմ։ Ասեք, եթե բանն եք ասելու, մի կաշկանդվեք։ Ոչ մի բան, բարի։ Տրամադրությունը հետ լավ է, քանի տարեկան եք դուք։ 65։
Ահա 65 տարեկան եք, թոշակը բարձացել է, առողջապահության ապահովագրության Էսերով ինչ որ տուն չունեմ, դա вообще չի հետաքրքրում։ դե տունը Իմ առաջի տունը որ ջուրը լցավ դու կտեղեր եղել։ ջրհեղեղի ժամանակ, բա փոխհատուցում չենք տվել։ Տեղել է լրիվ կիսադամանը, պարոն Փաշինյան։ Բա մենք փողը տվել ենք, ինչի՞ չեք սարքել։ Էս սարքել ենք, լրիվ սարքենք, սեվա նորի ջուր է գալիս տակից։ Տակից ջուր է գալիս, գալիս, հա, հենց կամուրջը կողմ։ Առաջ տենց եղել է, թե առաջ ջրհեղեղից էլ է եղել տենց որ խոնավություն քաշի բա։ Հա, բա չի եղել, կամուրջը բերան է, ստացվել է։ Բա պետք է սարքենք, էլի, բա պետք է սարքենք։ Բայց տվել ենք, չէ՞, աջակցությունը փոխհատուցում։ Շնորհակալություն տվել ենք։ Դե արդեն դուք Պետյանն էլ է տվել, այն չի որ չի տվել, մայր է տվել։ Դե բա դուք սարքելիս պետք է բան անեք, չէ՞, ուշադես։ Բա փողը տալիս ենք որ սարքի։ Վարձով եմ ապրում, հենց իմ տանը, տուն էլ չի, պարոն։ Դե տանտերը պետք է սարքի, էլի, ինչ Տանտերը ասեմ։ չի, ես եմ ապրում, տանտերը Ռուսաստանում ապրում։ Դե բա իրա տունն է, պետք է բավ պետք է սարքի։ Մեր տունով պետք է սարքի, մենք պետք է սարքի։ Մենք կարևորը վնասը փոխհատուցել ենք ամենաբարձր գները։ Դե ցավում եմ։ Ինչ է ակնկալում, ասեք, ինչ է ակնկալում։ Բա շատ լավ։ Ուղղակի կիսվում եք։ Հաջողություն։ Հա, կներեք, ընտրական շրջանում նաև ֆինանսական աջակցություն, բան տենց բաներ խոստանալ, տալ եւ այդ չի կարելի, չեմ կարող։ Դրա համար չեմ արձագանքում։ Չէ, դե բաներ։ Հա, շատ լավ, շատ լավ։ Բարև ձեզ, ում չեմ բարևել, ձեզ բարևել եմ։ Բարև ձեզ, ոնց եք, ոնց է ձեր տրամադրը։ Առողջություն ձեզ, թող աշխարհին խաղաղություններն ինձ 3 հատ տուրելի։ 3 հատ, ում եք տալու։ Հարևաներիս։ Բայց կուզեն։ Ուզեն ինձ դրա համար են հրանգեստեղ։ Սրա հետևից են ուղարկել։ Բարև ձեզ, ոնց եք։ Ես ձեզ։ Լավ եք, լավ է ձեր տրամադրությունը։ Շատ լավ։ Բարև եղբայր։ Նվիրեմ ձեզ սրանից։ Բարև ձեզ եղբայր։ Իհարկե, բայց կարողա չէ, լավ է։ Բարև եղբայր։ Այս հաստատ չի կպնի ձեռդ պահել։ Շնորհակալ եմ։ Բարև եղբայր։ Ոնց ես, նվիրեմ քեզ սրանից։ Բարև եղբայր։ Ոնց եք։ Այս ձեր խանութն է։ Մտնենք։ Այս անձրևին ձեր գործը շատ դժվար է ալնում, շատ։ Մեր գործը դժվար է, Հա։ պարոն Փաշինյան։ Ինչով օգնենք ձեզ, ինչ անենք, որ ձեզ այդ բանը։ Վայբերեսները որ վերացնեք, մեզ Վալբերիսները, այո։ ախր ոնց վերացնենք։ Հարվածում են։ Գիտենք, որ հարվածում են, բայց դե բիզնեսը աշխարհը փոխվում է, ինչ անենք։ Որ փոխվում է, մենք էլ փոխվենք, էլ չաշխատենք։ Չէ, պետք է դուք էլ մի հատ ձև գտնեք, թե ոնց անեք, որ այդ մրցակցությանը դիմանաք։ Հիմա նախորդ անգամ, երբ որ մենք Մալացիայի շուկայում էինք, Մալացիայի շուկայում Գարելի բալճանփառակը։ հա, ինչ կլինի։ Հələ Եղոյանը թողա, էլի, որովհետև դուք բանով եք, դուք կիլոյով եք ներմուծում ապրանքներ։ Հատով, հա։ Հա, դուք չեք ներմուծում։ Շատ լավ, ամեն դեպքում այս ձեզ նվիրենք, թող հաջողություն բերի ձեր խանութին։ Լավ եղեք։ Լավ, հետո խոսանք, իրանք այդ ծրագրի շահառու չէին, ուզում է այդ կիլոների գների փոփոխության մասին խոսեի։ Փողոց անցնենք, հա երևի։ Անցնենք են կողմ, հա։ Այնտեղ լավ ուղիղ գնանք հետո ձախ։ Ուղիղ գնանք հետո ձախ։ Ես ձեզ։ Լավ եք։ Լավ եղեք։ Ես այս նշանը չգիտեի։ Բայց այն չանշան։ Սրտի տակի մասն է։ Հա, սենց, հա։ Լավն է։ Ես գիտեի երեխեքն են տենց անում մենակ, բայց Սրտի ձև։ բարև ձեզ ժողովուրդ։
Անցումը որտեղ է, անցում։ Չէ, հեսա, սենց։ Ահա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ոնց։ Լավ, դուք ոնց եք։ Բա սրանից ձեզ չնվիրենք։ Ահա, նեկա հասա, բարև ձեզ, իմ ձեռով փակցնեմ, հա, եթե թույլ կտաք։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք, լավ որ Դուք ձեզ։ լավ եղեք, ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ էլ նվիրենք սրանցից։ Ահա։ Թող հաջողություն բե։ Տան հարցով են եկել։ Ինչ հարց է։ Ձեզ նախարարը վերցրեցին հեռախոսը։ Հա, դե կզբաղվի։ Парон Пашинян, можно с вами сфотографироваться? Да, конечно. Спасибо большое, дай вам здоровья. Алприк, шнуракальцем. Ժողովրդուն չեն կբարևել։ Ձեզ չեն կբարևել, բարև ձեզ։ Ձեր համարն էլ ունեմ, Ռուսաստանից կապնվել եմ, եկել եմ ձեզ ընտրել եմ, հիմա էլ կընտրեմ, ջանի ձմերն եմ։ Էս ձեզ։ Ապրեք, շնորհակալ ձեզանով։ Բարև ձեզ, ոնց եք, ես էլ ձեզ, լավ եք, լավա ձեր տրամադրությունը, ուրախ եմ շատ շնորհակալ եմ, բարև ձեզ, ոնց եք, լավա ձեր տրամադրությունը, տրամադրությունը լավ է, բայց շատ բարդ իրավիճակում է, ինչի, այս մեր տունը, կոմունալն Եթե կարելի է մեկն է տրամադրեք, ուրեմն այն դիմացի հող ուզում ենք սեփականաշնորհել, ո՞ր է ձեր տունը, հենց կենտրոնում է այս ուզում ենք դիմացի հողը սեփականաշնորհենք, երկու երեխա ունենք, այդտեղ որևէ բնակարան սարքել, որ երեխաներին կարողանանք ամուսնացնել։ Հասկացա, ի՞նչն է խնդրեմը։ Գումար չունենք, ամուսինս դահական թողել այն վրա, չէ, ես ընդամենը 60,000 եմ ստանում, ոչ կարողանում ենք աշխատել, ոչ կարողանում ենք ապրել։ Իմ անունը Հարությունյան Գայանն է։ Այս 3 տարի չեմ կարողանում ատամներս սարքեմ։ Դպրոցում աշխատում եմ, Ինչ եք աշխատում որպես։ Ուսուցչի օգնական եմ աշխատում, բայց հայոց լեզվի գրականության ուսուցչուհի եմ, ժամեր չունեմ, սոցիալական ահա որ ծանր վիճակում եմ եւ շատ Սոցիալական վիճակը միասնական սոցիալական ծառայությունը պիտի ձեր հարցով զբաղվի։ Պետության աջակցությամբ այդտեղ մի երկու սենյակ կառուցել, Գիտեք, հիմա մենք մեր նախընտրական ծրագրի մեջ պարոն Թորոսյան սոցիալական բնակարանաշինության ծրագիր ունենք, որտեղ 17-ը, մեկը 10։ Շատ լավ, դե 18-ը արդեն երեխա արդեն հասուն մարդ է, էդ էլ պետք է փոխենք, որ բայց ինքը առողջական խնդիր ունի։ Շատ լավ, դրա համար նախ սոցիալական, եթե հրատապ կարիք ունեք, դրանով պետք է միասնական սոցիալական ծառայությունը զբաղվի։ Երկրորդն էլ խոսել է։ Դե արդեն նախարարի հետ գիտեք սոցիալական նախարարի հետ խոսել եք արդեն ինչ հնարավոր է անել, բայց ընդհանրապես պետք է զբաղվել, մեր պատկերացրած է հետևյալն է, աշխատանք, կրթություն, աշխատանք, կրթություն, աշխատանք, կրթություն։ Շատ լավ, դե ուրեմն եթե շատ լավ կրթություն եք ստացել, ես ձեզ ինչ խորհուրդ կտամ, ընդունվեք աշխատանքի որպես ուսուցիչ, ատեստավորվեք, այսօր Հայաստանում ասում եք 60,000 դրամ են ստանում, այսօր Հայաստանում ուսուցիչները մինչև 700,000 դրամ աշխատավարձ են ստանում, բայց դրա համար պետք է ատեստավորել գերազանցով, դրա համար կա տարակարգա պետք ունենալ եւ այդ է ճանապարհը, որովհետեւ հասկանում եք, ես ձեզ մի բան ասեմ, եթե բոլորը ոչ մեկը այդ ջանքով չգնա ինքը իր աշխատավարձը չբարձրացնի, ինքը կրթությունը չլավացնի, աշխատավարձը չմեծացնի, ոչ մեկ չաշխատի, պետությունը ոնց բոլորի ատամները սարքի, տուն սարքի, էս անի, ճանապարհը սարքի, այն անի, ոնց։ Որ ատեստացիա անցնեմ ուր աշխատեմ։ Բա պետքա ձեզ դուք դառնաք պահանջված որպես ուսուցիչ։ Պահանջված ուսուցիչը բանա ժամեր չունեք, մենք այսօր հնարավորություն ենք ստեղծել կամավոր համընդհանուր հայտարարագրման համակարգով մենք այսօր հնարավորություն ենք ստեղծել, որ այն ուսուցիչները, ովքեր ունեն պրոֆեսիոնալ հմտություններ, օրինակ, ընկերություն բացեն, երեխաներին տնային աշխատանք անելուն աջակցեն
եւ պետությունը ծնողները վճարած գումարները մենք տարեկան 70 միլիարդ դրամ հատկացնում ենք նույն 70-ը ամբողջնա 70-ից ասենք լավ 30 միլիարդ դրամ տարեկան հատկացնում ենք այդ թվում ձեր նշած մարդկանց եթե դուք իրոք լավ կրթություն ունեք լավ ուսուցիչ եք այդ պետքա ձեռը պարզել է 30 միլիարդ է ձեր բաժինը ստանալ ատամն եք սարքեք տունն եք սարքեք ամեն ինչ եք սարքեք դիմացի ես կներեք հողակտորի հարցով համայնքն է զբաղվում ես հողակտորի հարցով ես ձեզ ներկայացնում եմ այն հնարավորությունները որ դուք ունեք եւ մենք ձեզ խնդրում ենք օգտվեք այդ հնարավորությունից մենք ստեղծել ենք այդ հնարավորությունը մենք ստեղծել ենք որ ուսուցիչը 700,000 դրամ աշխատավարձ ստանա 700,000 դրամ աշխատավարձ ստանալուց հետո էլ առողջության ապահովագրություն ճիշտ առողջության ապահովագրությունը ատամնաբուժությունը չի ծածկում բայց բնակարան ձեռք բերելու կառուցելու համար եկամտային հարկի վերադարձ է տեղի ունենում այսինքն մեր խնդիրը հետեւյալն է մենք քաջալեր ենք որ մարդը աշխատի ինչքան աշխատի այնքան քաջալեր ենք չի լինի որ չաշխատելու Հազարու մի ծրագիր ունենք, բայց մեր ծրագրի փիլիսոփայությունը ինչ է, որ մարդը ինքը իր վրա պետք է աշխատի։ Մարդը պիտի նախ ինքը իր վրա աշխատի եւ մարդը հետո աշխատաշուկայում պետք է աշխատի։ Այն կներեք բան վարչապետ 556,000 դրամ աշխատավարձ ստացող։ Ինչքան 556,000 դրամ։ Էսպես։ Շատ լավ։ Ինչ տվել եք։ Բարև ձեզ։ Ոնց են գործերը։ Այս կրպակներում էլ թերթ բան չկա, չէ՞։ Հա, թերթ վաճառում առնում են մարդիկ։ Քանի թերթ եք օրը վաճառում։ Բայց հա, խաչբարները կա, խաչբարները։ Դեր 2-3 արդեն համարյա էլի լավ է։ Չէ, էլի լավ է, բայց արդեն բան է, էլի զրոյանում է։ Նկարում ենք։ Որքան դրեմ պարոն Մարսպետ նկարեք։ Բարև, ո՞նց եք, պարոն Փաշինյան։ Շատ լավ եք, դեր ցավը տալեմ ես։ Հա, չի կարելի։ Հա, լավ։ Մի հատ նկարվենք հետո իրար հետ։ Լավ է եղբայր, լավ ամ է։ Բան եմ ուզում ձեզ ասեմ։ Ասա։ Թակում բան չասեք, որտեղ ողի եթերին։ Խնդիր չկա, թող նկարվի։ Այս դատական գործերը, որ Լոռու մարզի դատախազությունը չի աշխատում ընդհանրապես։ Դե տենց հարցը բակարանք ոտի վրա քննարկենք։ Պետք է մի հատ գրեք։ Ես գրե ուղարկել եմ, ստացել եք էլեկտրոնի բանով։ Հա, արդյունքում բերել եմ ձեր մոտ քարտուղարության մոտով է, ու իրանք փոխանցել են ձեզ։ Դե ինչքան կառավարության իրավասություննա կզբաղվեն եղբայր, կզբաղվեն։ Լավ եղեք։ Ձեզ մոտ ոնց կարելի է գալ։ Հիմա իրատեսական չէ՞ էլի եղել։ Ես եմ գալիս ձեր մոտ, էլ դուք իմ մոտ գալիս եք, ի՞նչ։ Հա դե որ ոտի վրա խոսալու չի դրա։ Եղբայր, նկատի ունեմ հիմա այդ նախընտրական շրջան ենք մտնում, ամբողջ օրը արդեն քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, այդ կմնա հետո մի առիթով ամենաճիշտ տարբերակը չնայած Մարսպետ հետ նկարում չեմ մենք Մարսպետարան մեր հարցը։ Իհարկե, բայց Մարսպետն է դատական համակարգ հետ կապած բայց վերջը մարզը իրանա պատկան։ Բարի։ Մեռնեմ քեզ։ Մի հատ Ես մտի սենց հզորել ես։ շնորհակալություն նվիրեմ սրան։ Դու տանեմ թորս։ Դու տանեմ թորս։ Էս ի՞նչ է։ Էջե 95 թվին իմ տղուն տարան ինվալիդացրեցին եկավ։ Թող են ժամանակ Քոչարյաններ խոսարաններ։ Ինչու՞ աչարեցին։ Վայ, հաճույքով։ Խնդրեմ ձեզ մեկական լուսավորություն որ դու քաշել ես մեր փողոցները մեզի միլիոն արժի։ Ցավը տան։ Մարիկ ջան, դուք քանի տարեկան եք։ Ես 71 տարեկան եմ։ Փողոցը սարքել ենք։ Չեն սարքել։ Բա ինչն է Հələ դուրս։ արի մեր փողոցների տես ինչ ձևի Չէ, է։ էս հիմնական փողոցը, բա Ես հիմնական թողի փողոցն մեր փողոցն էլ Իսակյան փողոցը քիչ է սարքել։ Սարքելու եք։ Տեսավ տերություն Բայ որտեղ ենք լույս քաշը, ինչ լույս է կա։ արել է լուսավորություն եկել։ Բա Մարիկ ջան, ուրիշ բան եմ ասում, բա իմ առողջության ապահովագրությունը մեկ, իհարկե աստվածտա Հենտա այն անգամ էլ ես եկել եմ էլի քեզի սենց չթողեցին մոտիկանա։ Իմ թորը 44 օրվա ինքը ոնց են ասում լավ տղա է չգիտեմ արդեն մոռացել եմ երկու թուրքի տանկը տրակցրեց Հասոյան Ռոման
բան մատախիսուն, դաժե Իրան մենակ կոչում տվին, լեյտենանտին, ոչ մի բան չտվին։ Ին թորը հելավ, այդ վիճակում տեսավ հնար չկա, կարգին գործել չտին, թոշակ չտվին, թողեց գնաց։ Մինչև առեսօր լիքը ասկոլկեքը մեջա փորի մեջ։ Հիմա Հայաստանա թե չէ, թողեց գլուխ առավ։ Բա թողա, թո հետ գա։ Բայց հիմա դեր թոշակն էլ ավելացավ, ճիշտ է։ Ապրես։ Եվ առողջության ապահովագրությունն է։ Իմ թոշակը ես ինչքան տանջվել եմ, ինչքան քրդինքը տապել եմ բալաջան, անցի կես են տվել։ Դե այդքան կամած 38000 է։ Հիմա դարել է 48000։ Հիմա դարել է 48000։ Բանում եք աշխատել, կոլխոզում եք աշխատել։ Կոլխոզում եմ աշխատել, հացի փորնել եմ աշխատել, դաշնել եմ աշխատել։ Դե կամած կբարձրացնեք։ Լավ եղեք, շնորհակալ եմ, որ այդքան բաների միջով անցել եք եւ ուտենց դրական եք մնացել։ Շատ շնորհակալ եմ ձեզ, շատ շնորհակալ։ Բարև ձեզ, ում չեմ բարևել։ Բարև, լավ եք։ Մի հատ այս սենց անենք ու նկարվենք հետո։ Տուր, այս էլ, այս թխվածքն է։ Ահա։ Բարևեցի վարչապետ։ Բարև եղբայր։ Նկարվենք, էլի։ Նկարվենք։ Եղավ։ Всё, ամրեք։ Լավ եղեք։ Ում չենք բարևե ժողովուրդը լաստեղ։ Չենք բարևե ձեզ, բարև ձեզ։ Լավ եք։ Ոնց է տրամադրությունները։ Հա։ Պրոբլեմ չկա։ Շատ լավ է, ուրախ եմ։ Բարևել ենք ձեզ։ Բարև ձեզ։ Վայ կարմիր տակով, ես ինչ ենք անցնում։ Բարև Մարիկ ջան։ Ոնց եք Մարիկ ջան։ Շան թավուր, ոնց կեղնի։ Ինչի։ Հաբե ինչին, ծերությունը, հիվանդ։ Ծերությունը, դե բա ծերության համար թոշակը ավելացրել ենք։ Հիվանդության համար առողջության ապահովագրությունն է։ Գնացեք մի հատ ստուգվեք, տեսեք ինչ խնդիր ունեք, կառավարությունը։ Բայց գնացել եք, բժշկի գնա։ Մարիկ ջան, հիմա առողջության ապահովագրությունն է, դուք փող պետք է չտաք։ Պետք է գնաք, կառավարությունը վճարում է, կգնաք, հենա հիմա այնքան մարդ աչքերի վիրահատություն անում։ Այնքան մարդ աչքերի վիրահատություն անում, դուք էլ գնացեք։ Բան չի չեք գնում։ Տարող չունի, մինա Ստեղ ոնց եք հասել։ Պոլիկլինիկան որտեղ է ստեղ ժողովուրդ։ հերու է, Ինչքան է հեռու։ Պոլիկլինիկան որտեղ է։ կիլոմետրից ավել է։ Հա։ Բարև ձեզ, պոլիկլինիկան։ Մարիկ ջան, ստեղ հիմա այսքան հասել եք, ընդեղ եք կհասնեք, էլի։ Ըստ օրը կան։ Փաշինյան նա նկարվենք էլի։ Հաճույքով եղբայր։ Մի հատ կնկարեք մեզ։ Հա։ Ահա։ Մի հատ Մարիկին բացատրեք էլի, ոնց պետք է գնա դիմի, գնա բանա։ Խանութները կանի քիչ մի իջուցեք, մերի մարևոտ։ Մարիկ ջան, խանութների գները մեզնից չի կախված։ Տեսեք, մենք ուրիշ բան ենք անում։ Մենք անկանխիկ առևտուր որ անենք, այդ անկանխիկ առևտրից մի 20%-ը հետ կգա, այսինքն կստացվի, որ այդքան տոկոսով ապրանքները էժանացան ձեզ համար, էլի, դրա համար են կարել։ Քարտով առևտուր կանեք, ավել փող է գա։ Հիմա քարտով եք, չէ՞ թոշակ ստանում։ Որ գնում եք, այդ թղթի փողը մի տվեք, քարտը տվեք, իրանք կստանան, հետո ձեր ծախսածը 20%, 10000 դրամ էլի հետ կգա։ Ինչքան թոշակ եք ստանում։ 45, ապրիլի 1-ից ինչքան դարավ։ 55 դարավ։ Հիմի այդ տենց էլ որ առևտուր անեք, մի հատ է 10 կավելանա կդառնա 65։ Մի հատ էլ որ գնաք հիմա պոլիկլինիկա, մի հատ ձեզ կստուգեն, մի հատ եթե վիրահատության կարիք կա, կվիրահատեն, բուժման կարիք կա, կբուժեն ու տենց։ Լավ եղեք, Մարիկ ջան, լավ եղեք։ Հա։ Հա, իհարկե, եղբայր։ Բարև ձեզ ժողովուրդ։ Սրտիկով կարելի է։ Սրտիկով իհարկե կարելի է։ Լավ եք տղեր։ Լավ չէ։ Հա? Թե լավ չէ, քլասեք տենա։ Հա? Հələ այսա գանք տենանք, ինչի լավ, բան չկա ասեք։
Սպասեք, ո՞նց են գալիս բա ձեր մոտ։ Բա չես ուզում ասես ինչի լավ բան չկա, հա։ Ասում ես լավ բան չկա, ասում եմ բացատրի ինչը լավ չի, հլա մատ դե ասա, տենանք ինչը լավ չի։ Քեզ նեղված, ասա, բա դրա համար եկել ենք, որ նեղվածություններ կիսես, ասես։ Մենք դրսում աշխատող մարդիկ ենք, մեր համար շատ վատ է։ Ինչի։ Ձեր քաղաքականությունը շատ վատ է։ Դրսում մի աշխատեք, ներսում աշխատեք։ Ո՞վ է ասում գործ չկա։ Հիմա մարզում ինչքան շինարարություն կա։ Էլի գնացել է Հələ մի րոպե, մարզում ինչքան շինարարություն կա։ 230 միլիոն դոլար, վարչապետ 2025 թվական։ 2025 թվական, այս պայն ինչքան դոլար։ միլիարդների ձեր քաղաքում մեր կողքի համայնքներում էլ ասցիք քանի կստամարի Միգուցե Երևանում շատ գործ կա։ Երևանում չէ, Տաշիրում, Վանաձորում։ Տաշիրի Միխայելովկա գյուղ եմ գնացել մոտ մի ամիս առաջ։ Մի րոպե սպասի։ Օրը 14000 դրամով Ինչքան աշխատող են փնտրում եւ 14 իրանցի Ընտրել հնարավոր չի։ մեր գործընկեր երկրից։ Դե իրանցիները բերում են կոպեկով աշխատում են, մենք չենք աշխատի կոպեկ։ 14000 դրամով։ Մենք ամիսը 100,000 աշխ բան ենք տալի, կոմունալն եմ տալի, 100,000 դրամ։ Ռուսաստան ոնց կարամ ստե աշխատի։ 1000 ներողություն էլի։ Ռուսաստան որ աշխատում եք, ինչքան եք աշխատավարձ ստանում։ 300,000։ Այդ ինչքան է դրամով։ Ռուսական։ Դրամով ինչքան է։ Համարը 1,200,000։ Ամիսը։ Հա։ Լավ։ Ոնց կարամ եթե ես 100,000 աշխ բան եմ, կոմունալն եմ ուծում։ Գազի, լսի, ջրի, ստեղ, տաշի։ Ոնց կարամ ստե աշխատի։ Կարակ աշխատի։ Ոնց։ Ով ուզի իմ տեղը կոմունալը։ Օրը 4000 ամիսը 400,000 դրամ է։ 400,000 դրամ է։ Եթե ես Բա այնտեղ ապրում եք վարձ չես տալի։ Ես իմ տունն ունեմ։ Դե ստեղ էլ ձեր տունն ունեք։ Ստեղ էլ ունեմ, իհարկե։ Շատ կոմունալ չեք տալիս։ Չէ, դե կոմունալը շատ քիչ է։ Տունն էլ ադրի կոմունալը։ Կոմունալն էլ ադրի, որովհետև այնտեղ գնում են Չէ, կներեք, բայց այնտեղ գնում են շատ դեպքերում ավտոների մեջ են քնում, չգիտեմ, բարակների մեջ են քնում։ Դեմ չէ, դենց է կա։ Հա, բա կա։ Բա այդ ամեն ինչն էլ պետք է ասվի, չէ, որովհետև դենց է կա։ Բան չեն անում, ժամանակին չեն լողանում, ժամանակին չեն շփվում, մի սենյակում 7-8 հոգով ապրում են, բա գնացողների 60-70%-ը Հա, լավ է, լավ է։ Պետք է աշխատանք լինի, որ Այո, դե, հա, Միքայելով, մեր նախընտրական ծրագրում գրել են, որ տարին մինիմում 25000 աշխատատեղ ենք ստեղծելու, 2018 թվից մինչև 280,000 աշխատավարձ։ 50,000 աշխատավարձ էր ստանալ դրամով, քաղաքում ոչ մի դեպք չեմ գնում, բայց չկա։ Եղբայրը ասում է 400 Հլա մի հատ խնդրում եմ։ 400,000 դրամով գցում աշխատանք։ Մնում ես Հայաստանում։ Միխայելովկա գյուղի դպրոցը, որը նոր Չէ, բայց լուրջ իսկական խոսենք։ Դպրոցակառույց։ Ձեր ազգանունը ինչ է։ Ձեր ազգանունը ինչ է։ Դպրոցակառույց։ Եղբայր, փորձեք աշխատատեղ գտնել։ Չկա։ Ձեր ազգանունը բրիգադ կազմի, եւ բրիգադով արի, էսում կարամ հավաքեմ 10 Ձեր ազգանունը ինչ է։ Գրիգորյան։ Պարոն Գրիգորյան, հələ մի հատ հետաքրքիր է, այ ասեցի, մարզպետն էլ ասում է 400,000-ով կա։ Եթե իրոք ճարի գործ, կհամաձայնվեք։ Օրը 14000 դրամ։ Չկա դες մարզո չաշխատի։ Դե պայմանավոր, հələ կոորդինատը վերցրեք։ Հեռախոսի համար։ Չէ։ Գնալը մենք Չէ, մի րոպե կարող է, չէ, կարող է գործ ենք ճարում։ Վաղը Տոմսոն ես արդեն գնալ ես։ Ոչինչ, հետո խաբար կանի, հետ կգաս։ Պարոն Փաշինյան։ Հաջան։ Զգուշ։ Ասա, եղբայր։ Ողջունում եմ։ Էն ա մամա։ Հա, սպասա։ Հա, Մայրիկ ջան, այն Մայրիկի հետ ենք խոսում։ Բարև ձեզ, Մայրիկ ջան։ Բարև։ Բա ես մեր քարտեզներից մի հատ ձեզ նվեր չբերեմ։ Հա, էսա գալիս են։ Էսա գալիս են։ Էսա գալիս են։ Չէ, սա գնում եմ։ Մի հատ տուր։ Աստված օրնի ձեզ։ Շնորհակալ։ Էս էլ ձեզ։ Էս էլ ձեզ։ Էս էլ ձեզ, էս էլ ձեզ։ Շնորհակալություն։ Էս էլ ձեզ։ Լավ եք, էլի տվեք, էլի։ Բարև ձեզ։ Էս էլ ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էս էլ Շնորհակալություն ձեր արած գործերի համար։ Ես եմ շնորհակալ, եղբայր։ Շատ շնորհակալ եմ։ Բարև ձեզ, էս էլ ձեզ, լավ եք, շնորհակալ։ Շնորհակալ եմ ձեր արած գործերից։ Այ գնում ենք այն տուն։ Բարև եղբայր, ո՞նց եք։ Նա նվիրեմ ձեզ սրանից։ Բայց այդ շորը հաստա էլի չի կպի։ Հա, էս բարակա։
Ստեղ հələ մի քիչ կարող է, չէ, էլի չի կպնում, ես պահել չի կպնում։ Ինձ հիշեցիք, հա։ Որտե՞ց պետք է հիշեմ ես։ Մեծ ավաններ։ Հա, եղբայր, ուրախ շատ։ Բարև եղբայր, լավ եք։ Լավ։ Բայց անցումը որտեղ էր, որ անցումով անցնենք։ Հետո գնանք, Ինչ հարց։ Ղարաբաղից եմ, Հա, եղբայր, արի քայլենք խոսել։ 13 տարից առայել է։ Ահա։ Ինչեր ես Washington-ից կարող եմ օգնել, որ կարող եմ քաղաքացիություն ստանալ։ Խի։ Համաչնդական։ Այդ ծննդականների խնդրը գիտենք, պետք է մի հատ լուծում գտնենք։ Այն օր այդ բանի ժամանակ էլ խոսում էինք ծննդականների մասին։ Ոչ մի տիպի ոչ օգնություն, ոչ մի տիպի 10 կուլիսն է որ տալիս է։ Դրանից է չեն կարող օգնել։ Թորոսյանն ուրա։ Պարոն Թորոսյան, մի հատ մեր ընկերոջը Ղարաբաղից է, էլի։ Մի հատ տեսեք ինչ կարանք անենք։ Էլի Կարմիրի։ Անցանք։ Կես եկել էինք, հա։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Սա ձեզ։ Բարև ձեզ, սա ձեզ։ Բարև եղբայր։ Սա ձեզ։ Բարև եղբայր։ Սա ձեզ։ Լավ եք, լավա տրամադրությունները։ Բարև եղբայր։ Լավ եք, սա ձեզ։ Բարև եղբայր։ Լավ եք, սա ձեզ։ Ահա։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Մեզ հյուր են կանչել ձեր շենք, գալիս ենք ձեզ հյուր։ Եղբայր ճիշտ ենք, չէ գնում, քո հետևից ենք գալիս։ Ահա։ Նեկանք։ Բասում են չեք գա, ոնց չեն գա։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք շատ։ Այն բանից հլոնաս ստեղ ես։ Համեցեք պարոն վարչապետ ջան, համեցեք։ Համեցեք։ Շնորհակալ ենք ձեր։ Համեցեք։ Շատ նեղություն չենք տա ձեզ։ Չէ, ոչ մի նեղություն։ Շատ մարդ թող բան մարդ եկեք։ Մերոնք ասում են շատ մի հատ էլ Օ ես ձեզ միշտ հետևում եմ, ես էլ ձեզ։ Ես էլ ձեզ։ Ես ինչ լավ տուն ունեք, շատ սիրուն տուն է։ Մանկավարժի տուն է։ Հա, մանկավարժի տուն։ Զգացվում է կոկիկ ամեն ինչը տեղը։ Մանկավարժը իմ տղեն, պարոն վարչապետ։ Ես էլ ձեզ, այ ես վարակույրներից եմ կպցնում, որ չդնեմ, Ինչի մասնագետ է։ Խաղաղության կողմնակից եմ, ուրիշ ոչ մի բան չեմ ասում։ Շնորհակալ եմ շատ։ Շատ հարգում եմ ձեր ծրագիրը, ընդունում եմ ձեր ծրագիրը, օգտվել եմ այս բժշկական օգնությունից, շատ շնորհակալություն։ Նորմալ, պարզ էր, մի հատ նոր կին կար փողոցում,
տենց շատ տեղյակ չէր, որ տենց բան կա, փորձում ենք բացատրել, թե ոնց կլինի եւ այլ, ասում էր առողջական խնդիրներ ունենք, ասում ենք բա գնացեք դիմեք եւ այլն, ոնց որ այդքան էլ հələ մարդիկ կան, որ տեղեկացված են։ Շատ ճիշտ է։ Իմ գոլեգաները, ես աշխատում եմ ազգային անվտանգության սահմանապահ զորքերում խոհարար եմ, 66 տարեկան եմ, Աշոտսկում եմ աշխատում, իրանք նաև ասեմ շատ շնորհակալություն մեր արտ լանչին, որ աջակցում է մեր տարիքային մարդկանց եւ շատ լավ նորմալ խնդրում եմ ինչ որ կարաք մեր արտլանչին աջակցեք արտլանչին դե արտլանչին ես կյանքի ոնց էի ուզում ես քեզ տենայի լավ է շնորհակալ եմ շատ իսկ առողջության ապահովագրությունը բաներ հեշտ էր օգտվելը շատ հեշտ էր որովհետեւ ես կապ ունեի անոթաբան Արամ Խաչատրյանի հետ ես իր 18 թվից իրան ծանոթ եմ իսկ վիրահատեցին թե բուժում չէ ուղղակի ես մտածում էի որ խնդիր ունեմ անոթների հետ բայց ասեց անոթային չի ուղեկցեց ինձ ռևմատոլոգի մոտ ռևմատոլոգը նայեց շատ հրաշալի բժիշկ էր նորմետից իրանց աջակցությունը ցույց տվեցին ինձ պարոն վարչապետ շատ լավ եղեք շնորհակալ եմ ձեր աջակցությանը լավ եղեք ապրեք ահա ձեր կողքի տներում մարդ ապրում է չեն ապրում հələ կան իջնելիս դուռը ծեծեք որ դուռը կբացեն խոսանք դուրպին մի րոպե կգտնի ստեղ Այն ապոշի է դրած Բարև ձեզ Չուզեց մեզ հետ խոս Շինարություն Ստեղ դուռը ծեծել ենք Ես արանքում բանա դրած թուղթը մնացած Ահա Ինչ կա Ուր ենք գնում Ձախ ենք Բարև ձեզ Ոնց եք Այ դուք դուռը բացիկ փակեցիք շինարարություն եք անում Պարոն Փաշինյան Բարև ձեզ Ոնց եք պարոն Փաշինյան Ներեմ սրանց Անպայման Էսա ձեզ քանի երեխա կա տանը Հեսա թխվածք վերենք երեխեքին Գնացինք Բացապա ձեզ դի դուռը Ես ձեր վերևի տներում մարդ չի ապրում Ինչի բա Բա ինչի Բարև ձեզ Թխված կտակ, երեխեքին թխված կտանք Դելիներս չմտնինք նեղություն չտանք Բարև ձեզ
Նա երեխեքին թխվածք տանք գնանք։ Եկեք երեխեք։ Էս քեզ։ Ինչ անունդ։ Նարեկ ջան, արի։ Տես Նարեկ ջան, էս ինչա։ Էս է։ Էս էլ ձեզ։ Էս էլ քեզ։ Այս հենց կպցնենք։ Լավ եղեք։ Որտեղ է մարդ ապրում, դիմաց, վերև։ Բախիա շենց կողք շենքում էլ ասեն։ Հա։ Հետաքրքիր է։ Բա ինչի դրսում են ապրում մարդիկ, հա, թե։ Բա ուր են։ Հա, էլի եմ ասում, դրսում են։ Դե բայց 25 թվին արդեն ներգաղթը սկսել է, հույս ունենք հերթով հետ կգան։ Ոնց է մեր ժամանակը։ Խուդացյանը ուր է։ Երեխեք, բարև ձեզ։ Նվիրեմ ձեզ սրանցից։ Ինչ այդտեղ ջուր է։ Ասա ձեզ լավ եք։ Բանը մի րոպե թխվածքը բա։ Էս էլ էս կոտրած է։ Էս էլ ձեզ։ Լավ եք։ Բարև եղբայր, լավ եք։ Էս էլ ձեզ։ Հա իհարկե եղբայր։ Էս էլ ունեք սրանից։ Էս էլ ձեզ։ Լավ եղեք, ոնց է տրամադրություն ձեզ։ Ուրախ եմ շատ եղբայր։ Հա, գնանք։ Հերթով կսարքվի, հերթով կսարքվի։ Տղեկ, բարև ձեզ, լավ եք, ձեզ բարևել է, չեմ տեսել ձեզ, ես քեզ, սպասի ես կպցնեմ իմ ձերով։ Լյոնար մի հատ թխվածք էլ տու էլի։ Ես թխվածքից տեսել եք։ Իհարկե։ Ես պահի, թխվածքը պահի։ Ես էլ քեզ, բայց կուրտ կետ չէ, հաստա եղբայր, ձեռդ բռնի էլի, չի կպնելու։ Ահա։ Իհարկե եղբայր, նվիրեցի դες սրանից։ Սրանից տվեցի։ Հա, Քանիսն է ժամը։ Մարսպետը ինչ ասում, պարոն Մարսպետ, պետք է գնանք, թե էլ մնանք։ Դե պետք է Ստեփանավան ունենք գնալու եւ Վանաձոր սպիտակ։ Հիմա ժամը ֆիքսենք հասկանանք։ Սենց շենքերի թաղամաս չկար։ Խուդացյանն ասում արդեն վաղտնա պետք է շարժվենք։ Դե գնանք, լավ ավտոբուս թող մոտենա գնանք։ Խուդացյան ասում եք արդեն ժամանակն է, պարոն Խուդացյան։ Էն մայթ չմտանք։ Դե մի քիչ էլ նենց չկա։ Ժամանակն է։ Մի ժամ արդեն անցել։ Հա, լավ։ Չէ, բանա ցակից պետք է հանեք։ Հա։ Լավ արժեք։ Մեր կողմը որ սուպերմարկետ է բացել, խորտ նախագահ կաֆե։ Լավ։ Բարև Փաշինա, Բարև եղբայր։ կարելի է։ Հա, եղբայր։ Ես վերմեր մարդ եմ, գյուղատնտեսությունով եմ զբաղվում։ Ահա։ Հիմա հողային աճուրները նոր անասնաշենք են ուզում կառուցել, խելացի։ Հողերը որ վաճառում են, բանով են վաճառում, գնահատումով։ Հա, գնահատումներ, հա, այնքան թանկ է որ։ Բա եղբայր, բա մենք էլ տեսնում ենք, որ համայնքների հողերը այնքան բանի ջրի գնով վաճառում են, հիմա մեխանիզմ ենք դրել, որ նորմալ գինը։ Հիմա մեխանիզմը որ դրել են, ուզում ենք խոսքի անասնաշենք կառուցելու համար։ Էս կոմար էլի։ Ահա։ Ես հիմա ունեմ 200 գլուխ անասուն ունեմ, հիմա պահում եմ։ Դե հողը աճուրդով, ապա դե աճուրդով։ Աճուրդով գնելուց վաճառում են, գնահատող ենք բերում։ Մի հեկտար հողի մի քառակուսու արժեքը 5000 դրամ են սահմանում։
Եթե 100 գլուխ անասուն ենք Եղբայր ասում եմ, բա այդ դեպքում մենք նայեցինք ջրի գնով 100 դրամով, 90 դրամով, 50 դրամով համայնքի հողերը վաճառում են։ Պետք է որ 100 գլուխ անասուն բայելու համար խելացի Դե դրա համար ներդրումային ծրագիր որ ունենանք, ներդրումային ծրագրով մենք հիմա փոփոխություն ենք անում, որ ներդրումային ծրագրերի համար առանձին ուրիշ մեխանիզմ կստե։ 117 միլիոն նախատեսում ընդանուր ֆերմի համար։ Պարզա, ներդրումային ծրագիր կներկայացնեք, արդեն դա ուրիշ ռեժիմ կլինի, ես էլ ձեզ։ Շնորհակալություն։ Բարև եղբայր։ Քարտես։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ եղբայր։ Լավ եք, լավա տրամադրություն ձեզ։ Բարևել ենք ձեզ։ Բախի չբարևենք։ Նվիրենք սրանից ձեզ, կարելի է իմ ձեռքով սենց փակցնեմ, եթե թույլ տաք։ Լավ եղեք։ Կայում մեր 10 միլիոնների ծրագրով։ Հա, չգիտեի ես։ Մոռացել եմ։ Բոլոր կողմերից Ահա։ դպրոցի շնորհիվ Շատ լավ, շատ լավ։ Ահա, այսպեսին էր Տաշիրի մեր այցը։ Վայ, հեսո հողի ետ էր նայում։ Մալադեց։